Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատած է ազգային ժողովի նոր կազմը, հանձնաժողովը գրանցած է ընտրված պատգամավորները, ինչպես նաև ուժը գործընթացած ճանաչած է ինքնապարծարկ ներկայացուցած տեխնազուներու գրանցումը։ Հունիս 7-ին ընտրություններու արդյունքներով ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոս 2-ին։ Այսպիսով խորհրդարանի նոր կազմը հաստատված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին երկու հարց քննարկվեցավ։ Ուժը գործընթացած ճանաչնալ, պատգամավորի այն տեխնազուներուն գրանցումը, որոնք ինքնապարծարկի թիմում ներկայացուցած են, իսկ մյուսները գրանցել որպես պատգամավորներ, որոնք նաև լիազորություն պետք է ստանան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակեն պատգամավոր չեն դառնար, օրինակ, գործադիրի մեջ աշխատանքը շարունակող պաշտոնյաները, նաև Ալեն Սիմոնյանը, Մխիթար Հայրապետյանը, Լիլիթ Մագունցը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացուներ Գոհար Գագիկի Մելոյանի 3-րդ հերթական համար, Ավետիս Գուրգենի Առաքելյանի 8-րդ հերթական համար, Լիլիա Սամվելի Շուշանյանի 18-րդ հերթական համար, Արթուր Գևորգի Դանիելյանի 20-րդ հերթական համար, Ալեքսանդր Նելսոնի Սարգսյանի 35-րդ հերթական համար գրանցումները։ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Ռոբերտ Սետրակի Քոչարյանի առաջին հերթական համար գրանցումը։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Սեմյոն Բաբայանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին հրավիրված էր հաստատելու կամ չհաստատելու ինքնապարծարկի իր վերջին թիմումը։ Բաբայանը առաջին անգամ ինքնապարծարկի թիմում ներկայացուցած է։ Ետքը այլ թիմումով խնդրած է չքննարկել նախորդ թիմումը։ Այնուհետև թիմումով եւս դարձյալ ինքնապարծարկ հայտնած է։ Հաստատում եք ձեր ինքնապարծարկի վերջին դիմումը։ Ես հաստատում եմ իմ ինքնապարծարկների բոլոր դիմումները, որոնք դրդված են նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացը ըստ ինձ տապալել։ Շնորհակալություն պարոն Բաբայան, ես բավարարված եմ այլևս միջնորդություն եմ ներկայացրել, բացառք տալով նաև ձեզ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բարձրապանեց, որ այս փուլին օրենքը թույլ չի տար ինքնապարծարկի միջնորդություն։ Բաբայանը միայն կրնահաստատել կամ չհաստատել ինքնապարծարկի իր թիմումը, այլ իրավունքներ անչունի նիստին։ Բաբայանը կբնթեր, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարդավոր է իրեն հարցնել, թե ինչու ինքնապարծարկ կհայտնի։ Գլխում վերք կա, դերևս մեկը զինքը ստիպած է։ Պարոն Բաբայան, եւս մեկ անգամ հաստատում եք ձեր ինքնապարծարկի դիմումը եւ արդյոք ձեզ ստիպել են ինքնապարծարկի դիմում ներկայացնել։ Ասեմ, որ ինձ չեն ստիպել աշխատակազմի կողմնակալությունը, ընտրողների սխալ լինելը, քաղաքական բողոքի Ինչ կվերապերի լիազորություն ստացող պատգամավորներուն, խորհրդարան անցած 3 ուժերեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին հնկյակի մեջ են Ռուփեն Ռուփինյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին հնկյակի մեջ են Նարեկ Ղարաբեդյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազիդյանը, Ռուփեն Մխիթարյանը, Արեգ Հովսեփյանը։ Հայաստան դաշինքի առաջին հնկյակի մեջ են Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը։ Հունիս 7-ի խորհրդարանի ընտրության արդյունքներով ազգային ժողովի մեջ քաղաքացիական պայմանագիրը պիտի ունենա 64 պատգամավորներ, Ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջորդաբար արդեն փակ քաղտնի նիստին կպատրաստվեր քննարկելու դատախազության միջնորդությունը Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Ղարաբեդյանը անցել մխելիութեն են զրկելու մասին։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը այս հարցով հանձնաժողովին թիմելը իրավասության է դուրս համարեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորի մանդատ տրամադրելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում չի կարող հանդիսանալ այլևս այն մարմինը, որը կարող է քննարկման առարկա դարձնել անձրևնորդելիության կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին ետք Վահագն Հովագիմյանը լրագրողներուն հետ ջեբազրույցին ընթացքին արձագանքեց։ Ես իհարկե համոզված եմ, որ պարոն Վարդևանյանը շատ փորձառու իրավաբան է եւ հնարավոր է, որ դուք ամբողջությամբ չեք վերարտադրում իր ասածը։ Որովհետև ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը ըստ էության պահանջում է, որպեսզի մինչև պատգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված
Պատգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Թե հատկապես ինչի առնչությամբ դատախազությունը գուզե, որ Նարեկ Ղարաբեդյանը զրկվի պատգամավորական անձեր մխելիութենեն, հանձնաժողովի նախագահը չբացահայտեց։ Ան ըսավ, որ նախաքննության գաղտնիքը հրաբարագելու իրավունք չունի։ Վարդևանյանն ալ վստահեցուց, որ պատկերացում չունի, թե ինչի վերաբերյալ է գործը, որ Ղարաբեդյանին մեղադրանք առաջադրելու եւ գալանավորելու հարց առաջ եկած է։ Այդուհանդերձ հայտարարեց. Ունենք գործ աբսուրդի, իրավունքի նկատմամբ ծաղրի, վրեժխնդրության, քաղաքական թատրոնի, Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը միջամտելու։ Վստահաբար կարող եմ պնդումը կատարել իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ուժեղ Հայաստան Թաշինքի ընդրական ցուցակը գլխավորող Նարեկ Ղարաբեդյանը անցեմ մխելիութենեն զրկելու հարցին քննարկումը հետաձգվեցավ մինչև հաջորդ օրը։ Իդեպ նման միջնորդություն տադախազությունը ավելի վաղ նույնպես ներկայացուցած էր։ Կենտրոնական ընդրական հանձնաժողովը զայն մերժած էր, իսկ հիմա ստացած է նոր լրամշակված միջնորդություն։ Լրակրողներու հարցման պատասխանելով հանձնաժողովի նախագահը ասավ, որ տադախազությունը ընդհանուր առմամբ ներկայացուցած է 4 միջնորդություն, բայց մյուս 3-ը պիտի վերաթարցվին, քանի որ չկա այն իրավիճակը, որ հիմա արդեն Նարեկ Ղարաբեդյանի բարակ այսինքն ընդրական ցուցակի մյուս 3 տեխնացուները չունին ընդրված, բայց դեռ լիազորությունները չստանցած պատգամավորի կարգավիճակ, իսկ այդ բարակային հարցին քննությունը հանձնաժողովի լիազորություններեն դուրս է։ Հունիս 7-ի ընդրության արդյունքներով 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը պիտի սկսի օգոստոս 2-ին ժամը 10-ին։ Կառավարության աշխատվան նիստին քննարկված են շարքը բնակարանաշինական գրթական եւ ենթակառուցվածքային ծրագիրներ։ Արարատի մեջ կկառուցվի նոր բնակելի համալիր, Մարմարաշենի մեջ կանաչ արհեստագիտությանց գրթական կենտրոն, իսկ նոր կարգավորումներով հնարավորություն կլա նորագարույց բնակարան ցերկ բերել նաեւ հերավար եղանակով։ Քննարկված են նաեւ արտահանման գործընթացներու թյուրացման ուղղված փոփոխությունները։ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 2 հասցեներու վրա կգառուցվին 2 բնակելի համալիրներ։ Գործադիր իշխանությունը հավանություն տվավ ներդրումային ծրագրին։ Խոսքը ինչպես ասացիք, Շահումյան փողոց 20 եւ 37/10/1 հասցեներում ուրեմն համայնքային սեփականության գույք տրամադրելու մասին է։ Գույքը առաջարկում է նվիրաբերել ML Mining ընկերությունը պարտավորվում է այնտեղ բնակարաններ կառուցել մինչև 2030 թվականը։ 48 բնակարան պիտի դրամատրվի համայնքին, որբեսի գարենան բնակարանները հատկացնել բնակիչներուն, որոնք ադենոք այդ շենքերում մեջ դուն ունեցած են։ Բացի այդ, նաև շուրջ 686 քառակուսի մետր մագերեսով հասարակական դարածքալ պիտի դրամատրվի համայնքին գրադարան կառուցելու համար։ Մենք ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատենք մեր մարզ կենտրոններում, այդ թվում, որովհետև եկամտային հարկի հիպոթեկային վարկերի նկատմամբ գործող կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես այդ քաղաքներում։ Փոխվարչապետը նկատել տվավ, ասիկա այն թեփկերեն է, երբ համայնքը եւ գառուցաբադող գազམ་ագերբությունը կորձակցելով գրնան մեկ կողմե իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմեալ համայնքը գրնա այդ հնարավորությունը օգտագործել իր ընկերային որոշակի բարդավորությունները կատարելու համար։ Նախորդիվ հանրապետության այլ մարզերում համանման ներդրումային ծրագրեր իրականացել ենք բնակարանաշինության մասով, բայց այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել։ Բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից եւ այդ տարածքում իրենց գոյություն ունեցող գույքը քանդվել է, տեղը կառուցվել է կիսակառույց, որը տենց կիսակառույց էլ մնացել է։ Եվ հիմա սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը իրենց վերադարձնելու հնարավորություն կա եւ այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են։ Արարատի մարզի մեջ ըստ փոխվարչապետին բազմաբնակարան շենքերու կառուցումով պիտի թարմանա բնակարանային բահուստը, պիտի ներդրվի 3 միլիարդ դրամ։ Շիրագի մարմաշենքյուղի մեջ ալ պիտի ստեղծվի կանաչ արհեստագիտությանց հանքույցը։ Գործադիր իշխանությունը ուղղակի վաճառքով համայնքային հող պիտի դրամատրե Գյումրիի դեղեկատվական արհեստագիտությանց կենտրոն հիմնադրամին։ Փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում է նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով։
Հիմնադրամը պիտի ներգրավե Ախուրյանի եւ Հարագից գյուղերու գիներն ու երիտասարդները ծրագիրներում մեջ ներառյալ արհեստագիտական արտադրանքներու ստեղծման աշխատանքներուն, որպես արդյունք 5 նոր սկսնակ ընկերություն պիտի ստեղծվի, փոխադրամիջոցով պիտի ապահովվին մարդիկ, որոնք այս ծրագրով իրենց բնակավայրեն պիտի տեղափոխվին գրթական կենտրոն։ Ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը եւ նախատեսված է շուրջ 100 միլիոն դրամի ներդրում։ Այս պարագայում էլ մենք ունենք հետաքրքիր համագործակցության փորձ եւ կարեւորում եմ, որ ծրագիրը հասանելի է լինելու սկսած ավագ դասարանների աշակերտներից այն ուղղությունները, որոնք ընդգրկված են այս ծրագրի մեջ, մասնավորապես արհեստական բանականության, ինժեներական կրթության, հնարավորություն են տալու նաեւ այս ծրագրի միջոցով ուժեղացնել դպրոցը, որովհետեւ այս ոչ ֆորմալ կրթության բովանդակությունը գալու է աջակցելու դպրոցական ծրագրերի իրականացմանը։ Ներդրվող նոր ղեկավարմամբ Հայաստանի մեջ հնարավոր պիտի լա առանց նոդար այցելելու եւ լիազորակիրներ ձևակերպելու բնակարան ձեռք բերել նորագարույց շենքի մեջ։ Նշվեցավ, որ Գալվածակրական կոմիտեի էլեկտրոնային համագարկի մեջ պիտի համարգվի ծևանմուշը, որ թույլ պիտի դա, որ բնակարանային քրավի արգայության բարակային քնորդը, վաճառողը եւ տրամադունը հերավար էլեկտրոնային համագարկի մեջ կնքեն եւ վավերացնեն այն պայմանակիրը, որ հիմք պիտի դառնա իրավունքի pedagogan կրանցման համար։ Եվ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Ավելի ենք բարձրացնում ընթացակարգը, որովհետև հանում ենք նոտարի վավերացման պահանջը եւ երկրորդ, որ մենք ավելի շատ ենք վստահում թվային կամ թվայնացման միջավայրում կիրառվող տեխնոլոգիաներին։ Քննարկվող հաջորդ նախագիծը կվերապերեր արտահանման գործընթացներու թյուրացման, կնախադեсվի ստեղծել գուտագային գայանադեղիներու կորձունեության իրավական հիմքեր եւ մասնավոր հատվածին այդ ենթակառույցներու մեջ ներդրումներու հնարավորություն տալ։ Ըստ pedagogan եկամուտներու կոմիտեի նախագահին, նախագիծը հրաբարագային առաջարկն է մասնավոր հատվածին մաքսային անցագետերու հարագից տարածքներու մեջ ստեղծելու գայանադեղիներ եւ քաղաքագիրտ պայմաններու մեջ սպասարկելու արտահանում իրականացնող բեռնադարները։ Մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում եւ անխոչնդոտ անցում նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով, երկրորդը պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում։ Գուտագային գայանադեղիներ պիտի ստեղծվին Փակրադաշենի եւ Աքարագի հարագից տարածքներում մեջ։ Այդ անցագետերեն երթևեկող բեռնադարներուն համար գուտագային գայանադեղի մուտք գործելը բարդաթիր պիտի լա եւ միայն անգեյետ անոնք պիտի գարենան շարժիլ թեւի մաքսային անցագետ։ Հերթերի կառավարման համակարգը նաեւ ինքը թափանցիկ է լինելու հասանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ տեսնելու են մարդիկ, թե կայանատեղիներում ինչպիսի զբաղվածություն կա եւ յուրաքանչյուր կայանատեղին ինչ գին է առաջարկում, ընդ որում որպեսի հստակ լինի գնի համար առավելագույն չափ է սահմանվում, խոսքը 5000 դրամի մասին է, այսինքն մինչև 5000 դրամ ցանկացած մասնավոր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել այդ պահանջները բավարարելու դեպքում։ Գայանադեղիներեն մեկնելու բարակային առաջնահերթություն պիտի դրվի շուտ փճացող բեռներուն, կենթանի ցուգին, միսին եւ մսամտերքին, գատնամտերքին, բանջարեղենին։ Հաջորդը պիտի վերապերի հadoop մաքսային ընթացագարկով փոխադրվող ապրանքներուն, ներառյալ միջազգային միջոցառումներու համար ուղարկվող ապրանքներուն, դիվանագիտական բեռներուն եւ նվիրատվական օգնության ապրանքներուն։ Առաջնահերթություն պիտի դրվի նաեւ լիազորված տնտեսական գործավարներուն եւ բարեխիղճ հարգադուներուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու ներկայացուցիչներու բալադը ընդունած է օրինակիցը, որ գնախադես է ընդլայնել Հայաստանի անվտանգային աջակցությունը։ Փաստաթուղթով գնախադեսվի ավելցնել ռազմական կրթության եւ վերապատրաստման, ինչպես նաեւ ռազմական տրամամիջոցներու դրամատրման ծրագիրները, իսկ Հարավային Կովկասի համար շարունակել տարածաշրջանային խաղաղության եւ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ուղղված աջակցությունը։ Վաշինգտոնը կպատրաստվի ընդլայնելու Երևանին դրամատրվող աջակցությունը։ Ներկայացուցիչներու բալադը ընդունած է նախագիծ, որմով Ամերիկայի Միացյալ Նահանգները քալ դարի այլ երկրներուն անվտանգային աջակցություն պիտի դրամատրե։ Ցանկի մեջ նաև Հայաստանի անունը կա։ Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման, ինչպես նաեւ արտաքին ռազմական տրամամիջոցներու դրամատրման ծրագիրները Հայաստանի համար պիտի հատկացվի նախորդ տարիեն ավելի մեծ ծավալով։ Առայժմ հստակ թիվեր չեն հրաբարակված, ադոնք կախված պիտի լան ծրագիրներու ծավալեն, ընդգրկվածութեն են ու հայկական կողմի ակնկալիքներ են նկատել տված են մասնակիցները։ Հայաստանն ու ԱՄՆ-ն համապարփակ ռազմավարական գործընկերներ են։ Եվ դրան արդեն հաջորդում են դաշնակցային հարաբերություններ, այսինքն մենք մեկ մակարդակ
պակաս հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ, որոնք շատ կարևոր է։ Եվ հետեւաբար եւ նաեւ կարևորում եմ, որ Հայաստանը ներառված է եւ պետք է ներառված լինի, որովհետեւ մենք շատ լուրջ գործընկերներ ենք։ Վաշինգտոնը քալդարի գնահատես է դրամամիջոցներ դրամատրել նաև Հարավային Կովկասի համար, Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմավարական շահերը խթանելու նպատակով։ Գնահատեսվի աջակցիլ տարածաշրջանային խաղաղության, գայունության, համարգման եւ գաբակցվածության ամրապնդման, ինչպես նաեւ շարունակել աշխուժ երկկողմանի ռազմավարական գործընկերության կանոնադրության ամուր աջակցությունը։ Անդադարձ կա նաև թրիփ նախագծին գնահատեսվի, որ օրենքը ուժի մեջ մտնել են ոչ ուշ քան 90 օրվան ընթացքին Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետական քարտուղարը կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներուն ներկայացնե զեկույց Թրամփի ուղի տրամամիջոցներու, ծավալներուն եւ իրավական ընթացագարկերուն վերաբերյալ։ Մենք խոսում ենք տնտեսական կարևոր պրոյեկտի մասին։ Տնտեսությունը շատ կարևոր անվտանգային բաղադրիչ է։ Անվտանգությունը դա միայն բանակը չէ, զինված ուժերը չեն։ Դա նաև տնտեսությունն է։ Եւ մենք տեսնում ենք, օրինակ այս օրերին, երբ Ռուսաստանը բաժամիջոցներ է սահմանում կամ սահմանափակումներ է սահմանում Հայաստանի դեմ, նա օգտագործում է այդ վերջին լծակը, որ նա ունի Հայաստանի վրա տնտեսական առևտրային այդ համագործակցությունը եւ հետեւաբար հենց այստեղ է փրկողակը, որ մենք պետք է նաեւ այստեղ դիվերսիֆիկացնենք եւ այնպիսի գործընկերներ գտնենք, որոնք չեն օգտագործի դա որպես լծակ մեր դեմ։ Շարքը կոնգրեսականներ առաջարկած են բաժամիջոցներ նախադեսել Ադրբեջանի պաշտոնյաներուն եւ տրամական ցանցերուն նկատմամբ, եթե Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններ ցենարգվին, ինչպես նաեւ որ Միացյալ Նահանգները օգտագործե բոլոր գործիքները Ադրբեջանի մեջ պահվող հայ քերիները ազատելու համար։ Այս առաջարկները գործական դեսք պիտի ստանան, եթե ծրագույդի մեջ խոչընդոտներու չհանդիպին։ Մենք ճանապարհ ունենք անցնելու եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը շարունակի այդ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում, որովհետև մենք տեսնում ենք, որ դրանից Հայաստանը դառնում է ուժեղ։ Մենք Ռուսաստանի հետ ենք համագործակցում եւ այլն, մենք չենք դառնում դրանից ուժեղ։ Օրինակ ԵԱՏՄ մեր անդամակցությունը դարձեց մեր տնտեսությունն ավելի անկախ, ավելի ուժեղ, ինստիտուցիոնալ առումով ավելի գործունյա չդարձրեց։ Հայաստանը ստացած է հնարավորություն դառնալու դարձաշրջանային կապող օղակ անդրկասպյան երթուղիներու եւ արևմտյան շուկաներու միջև։ Փորձագետին խոսքով հայ-ամերիկյան հարաբերություններու ներկա փուլը գրնակարևոր թեր ունենալ այս հնարավորություններու իրագործման մեջ։ Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետները ծանոթացած են մեր երկրի չերմադնային տնտեսություններուն, խիտ այգիներուն ու ցկնապուծարաններուն։ Անոնք հնահատած են արտադրության մակարդակը եւ հայ մասնակիցներուն հետ քննարկած են Եվրոպական միության շուկա արտահանման չափանիշները։ Փորձագետներու քննադատմամբ անհրաժեշտ բարեփոխումներու շարունակման բարակային հայկական գյուղատնտեսական մթերքը եվրոպական շուկայի մեջ հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի։ Molto positive. Մենք տեսանք շատ լավ գազմագերբված արտադրություն, թե մրգերու, թե լոլիկի, այցելեցինք ցգնապուծարան եւ գրնամսել, որ մենք շատ տպավորված ենք։ Եվրամիութեն Հայաստան եկած փորձագետին տպավորություններ մեր երկրի որոշ չերմադուներ, խիտ այգիներ, ցկնապուծարաններ այցելել է յետք։ Փորձագետներու խումբը այստեղ է Եվրոպական հանձնաժողովի Թայեքս ծրագրի շրջանագին մեջ։ Հայաստանի պետական մարմիններուն ցանկությամբ խումբը այստեղ է 5 օրով։ 2 օրը մենք արդեն դաշտային այցելություններ ենք իրականացրել, ծանոթացրել ենք Հայաստանում աճեցվող պտուղ բանջարեղենի մեթոդներին, դրա փաթեթավորմանը, իրենց խոսքից երևում է, որ իրենք չէին սպասում, որ Հայաստանում ժամանակակից պետք է ջերմատնային տնտեսություններ լիներ, այսպիսի ինտենսիվ այգիներ լինեին, այսինքն ամեն ինչ բավականին հուսադրող է։ Բացի դաշտային այցելություններն իրականացնեն սեմինարներ, քննարկումներ։ Իրենք ներկայացնում են Եվրոմիության պահանջները, Եվրոմիության օրենսդրությունը, կոնկրետ ապրանքների մասով դեպի ԵՄ արտահանելու հետ կապված, գումարած դրան իրենք ներկայացնում են արտադրական պրոցեսների ԵՄ-ի փորձը։ Օրեր առաջ լուր տարածված էր, թե Հայաստանեն Իսպանիա ուղարկված ծիրանը փչացած է։ Հետո բարձվեցավ, որ ծիրանը Իսպանիա ընդհանրապես չհասած։ Անիկա կանգնեցված է տարանցիկ երկրի մեջ, որովհետև բարձրապես սպասված են շուտ հասունցած է, ոչ թե փչացած։ Փորձագետները այս խնդրին եւս մեծ ուշադրություն կդարձնեն։ Մեր հիմնական գյուղմթերքը դրանք շուտ փչացող մթերքներ են։ Մեր փորձագետները նաեւ ներկայացնում են ոչ միայն մշակությունը կամ բուսասանիտարական հսկողությունը կամ մնացորդները, այլ նաև դրա պահպանման ու տեղափոխման կանոններն են
ներկայացնում, ինչպես պահպանել, ինչպես տեղափոխել, որպեսզի վերջնարդյունքում իր ապրանքային տեսքը չկորցնի։ Իտալացի պրոֆեսորեն հետաքրքրվինք, իսկ ինչին պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի Հայաստանը։ Più che aspetti particolari, Պետք է ղեկավարի վերահսկողության համագարկը, որովհետև Եվրոպայի մեջ արդեն գործե համագարկը, որ գաշխատի բացառապես համաշխարհային առողջապահական նպատակներով, այսինքն մարդու առողջության, կենդանիներու առողջության, շրջագա միջավայրի պահպանության վերահսկողության համագարկը անպայման պետք է ներդրվի։ Սենթամթերքի անվտանգության դեսչական մարմինենան նշած են հնարավորինս շատ գիտելիք կուզեն քաղել այս ծրագրեն, որբեսի իրենք հալկարենան բաճ կերպով ստուգել, թե հայ արտահանողին, որ արտադրանքն է, որ կհամապատասխանեն եվրոպական չափանիշներուն։ Այստեղ մի փոքր դժվարություն նրանում է կայանում, որ առանձին երկրներ ունեն իրենց առանձին պահանջները։ Այսինքն միայն Եվրոմիության պահանջները իմանալը կամ դրան համապատասխանելը դեռևս բավարար չէ։ Նպատակային երկիրը, որտեղ որ արտահանվում է, մի հատ էլ պետք է այդ երկրից ճշտել։ Հայաստանը մեծ քանակությամբ տարատեսակ ապրանքներ Եվրոպական միություն արտահանելը իսկապես իրատեսական է։ Պրոֆեսորը իր տեսակետը հայտնած է։ Repubblica ben formata. Քանի որ հանրային կառույցները շատ լավ ու արդյունավետ կաշխատին, կգարձեմ, որ այդ նպատակին հասնելը շատ հնարավոր է։ Իհարկե, քիչ ժամանակ պիտի պահանջի։ Եվրոպացի փորձագետները դակավին քանի օր պետք է սորվեցնեն, թե ինչպես վարվել մթերքի հետ արտադրությունեն մինչև արտահանում, որպեսզի Եվրոպան ունի հայկական արտադրանքը։ Հայաստանի ռուսական վարելանյութային գաղվածությունը ամրագրված է 2013-ին կնքված համաձայնագիրներով, որոնք Գազպրոմի մինչև 2043 թվականը բացառիկ մատակարարի իրավունք կտան։ Վերլուծաբանները նշած են, թե Հայաստանը գործնականի մեջ կրնա վարելանյութներ մուծել նաև Իրանեն, Թուրքմենստանեն եւ Ադրբեջանեն, սակայն անոր համար անհրաժեշտ է վերանայել գործող պայմանագիրները։ 30 տարվա ուժանութային գաղվածությունը մեկ ստորագրությամբ 2013 թվականի դեկտեմբեր 2-ին Հայաստանը կայացուց որոշումը, որմով ամբողջությամբ հայտնվեցավ ռուսական վարելիքի հաստեցության տակ։ Վերջին շրջանի Ռուսիային վարելանյութի սակագնի վերանայման ակնարկներուն լույսին ներքո ընկերային տնտեսական ուսումնասիրություններու հայկական կենտրոնը ուսումնասիրած է 13 տարի առաջ Հայաստանի կնքած երկու համաձայնագիրներն ու անոնց հետևանքները։ Կբարձվի, որ առաջին համաձայնագրով սահմանված է քննարկոյացումը, որուն 65%-ը գաղված է Օրենբուրգի մարզի մեջ վարելիքի քինի փոփոխութենեն, 35%-ը սղաճեն, իսկ երկրորդով հայ-ռուս գազարդին մեջ կառավարության վերջին 20% բաժնեմասը վաճառված է Գազպրոմին ընկերության տալով բացառիկ մենաշնորհ։ Բացի այդ, պայմաններից մեկն էր, որ մինչև 2043 թվականը Գազպրոմը ստանում է Հայաստանին գազ մատակարարելու իրավունք, այսինքն մենք այլ մատակարարներից իրավունք չունենք գազ ձեռք բերելու։ Բացի այդ, այդ համաձայնագրում կան մի շարք դրույթներ, որ ըստ էության օրինակ այս բանին, եթե Գազպրոմը որոշի իր բաժնեմասերը վաճառի պայմանական թուրքական, ռուսական, ամերիկյան, չինական որևէ ընկերության, մեր իշխանությունները իրավունք չեն ունենա միջամտելու այդ գործարքին տալ համաձայնությունը, այսպես ներքին ընթացակարգերը ստիպված են շրջանցել։ Այս բայի գործող համաձայնագրով մենք ունենք այդպիսի պարտավորություններ եւ առասարակ այդ համաձայնագրին առաջ քաշվող դրույթները իմ խորին համոզմամբ մեր ինքնիշխանության սուվերենիտետին, այսպես ասած, էականորեն հարված հասցնող որոշումներ են։ Գործարքին արդյունքով 2014 թվականի հունվար 1-ին մինչև այս տարվան մարտ 31-ին ընկած ժամանակահատվածին Հայաստանը ըստ վերլուծական կենտրոնի ղեկավարին Արտորյան Քիլին շնորհիվ 5.8 միլիարդ դոլարի օգուտ քաղած է։ Բայց երբ որ խոսքը գնում է ազգային անվտանգության, էներգետիկ քաղաքականության ոլորտում ճկունությանը եւ այլն, ինքը ըստ էության վտանգում է այն անվտանգության համակարգը, որը պետք է մենք ունենանք եւ մենք այս օրերին, երբ որ քննարկվում է գազի գնի վերանայումը, ըստ էության մենք կանգնացնենք մի փակուղու առաջ, որ գոնե մեր պայմանագրային պարտավորությունները մեզ ստիպում են ռուսական կողմից բացի այլ մատակարարների հետ բանակցություններ չանել։ Մյուս կողմեն եղած են տարիներ, երբ Հայաստանի մեջ պայմանագրային քինը ավելի բարձր էր, քան օրինակ Եվրամիության մատակարարված ռուսական վարելիքի շուկայական քինը, եւ օրինակ 2020-ին Հայաստանը շուրջ 112 միլիոն դոլարի չափով դուժած է։ Ուսումնասիրությունները ցույց տված են, որ Հայաստանը կրնա 3 այլ երկրների վարելանյութներ մուծել։ Առաջինը Իրանն է, այսօր ալ Հայաստանը Իրանեն վարելանյութ կներմուծե, սակայն ադիգա փոխանակման գործարքի շրջանագին մեջ է։ Վարելանյութի էլեկտրական ուժանյութի թիմաց։ Վարելանյութի խողովակի վերազինման շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի ներքին սպառման մոտ 85%-ը, բայց այնտեղ ալ խնդիր կա։ Իրանը թեև գազի խոշոր արտադրող է, բայց իր երկրում կան կառուցվածքային դեֆիցիտ կոչվածը, որը նշանակում է որոշակի ամիսներին
սպառման ծավալները ավելի մեծ են, քան տեղական արտադրությունը կարող է մատակարարել, եւ այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունը Իրանից գազ ներմուծելու մնում է ամառային ամիսներին, նաև կուտակման նպատակով։ Ըստ էության ձմեռային ամիսներին էլ հնարավոր որոշակի մատակարարումների մասին խոսել, որտեղ մեր սպառման ծավալները Իրանի սպառման ծավալների մեջ շատ փոքր տոկոս են կազմում։ Մենք նշել ենք, որ Իրանի արտադրությունը կազմում է շուրջ 264 միլիարդ խորանարդ մետր, մեր մոտ, այսպես ասած, սեփական կարիքների համար, ոչ գազային այդ գործարքի շնորհիվ մոտավորապես 2-ից 2.4 միլիարդ խորանարդ մետր, մենք նույնիսկ 1%-ը չենք հասնում Իրանի արտադրության, հետաբար նույնիսկ ինչ որ իրավիճակում հնարավոր է այդ մատակարարումը իրականացնել։ Այս պարագային եւս կարևոր է քինը, Հայաստանը պետք չէ Ռուսիային 100% կախվածությունը փոխարինե մեկ այլ երկրի կախվածությամբ։ Կարևորը հավասարակշռությունն է նկատել Դվաձեֆանյանը։ Այս իրի մեջ երկրորդ երկիրը, որ թիդարգած են Թուրքմենիստանն է։ Մենք նույնիսկ նախկինում ունեցել ենք, որ գազը, ըստ էության Գազպրոմը թուրքմենական գազն է, այսպես ասած, մատակարարել Հայաստանին։ Թուրքմենիան ունի տարբեր, այսպես ասած, գործարքների համաձայնագրեր եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, բայց այդ ծավալները էականորեն նվազել են, այսինքն չեն աշխատել։ Կարծիք կա, որ մասամբ պայմանավորված է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որ ֆինանսական այդ հոսքերը եւ այլն խնդիր է դարձել։ Իրանն էլ ունի ինքը, այսպես ասած, սվոկ պայմանագիր Ադրբեջանի հետ։ Իրենք մատակարարում են 300-400 միլիոն խորանարդ մետր Նախիջևանին եւ փոխարենը Ադրբեջանի այդ հիմնական հատվածից գազ են ստանում, իրանց հյուսիսային շրջանների համար։ Թուրքմենիայի հետ եւս ըստ էության հնարավոր է իրանք մեծ արտադրության ծավալներ ունեն, բայց այդտեղ ամեն ինչ կախված է թե Իրանի շուրջ գործընթացները ինչպես կընթանան, որտեղ ամենաիրատեսական ուղին, որ Թուրքմենստանից մենք այդ սով գործարքի տեսքով գազ կստանանք, այսինքն Թուրքմենիան կմատակարարի Իրանի հյուսիսային շրջաններին, Իրանը այդ գազը, որ պետք է օրթեր իր հյուսիսային շրջանները կտրամադրի մեզ։ Երրորդ ուղին Ադրբեջանն է, նշած է վերլուծական կենտրոնի ղեկավարը։ Ադրբեջանը կորձող խողովակաշար ունի Վրաստանի տարածքով եւ կորձականորեն արդ հարցը կարելի է արագ լուծել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր եւ նույն Գազպրոմը տեխնիկական խնդիրներից ելնելով ադրբեջանական գազն է մատակարարել Հայաստանին իր տարածքում, որտեղ իրանք էլ գազի տարբեր փոխանակման գործարքներ են անում։ Պետք է փորձել բոլոր կողմերուն հետ աշխատել ներառյալ Ռուսիո, որպեսզի մեկ երկրի կախված չլանք, կգարձե տնտեսագետը։ Բայց հադիգա անելու համար պետք է վերանայվին կնքված համաձայնագիրները։ Վայելիքի բացառիկ մատակարարման համաձայնագրի մեջ նշված է, որ Հայաստանը պայմանները խախտելու բարակային պետք է 63 միլիարդ դրամով յետ քնե հայ-ռուս գազարդի 20% բաժնեմասը եւ փոխհատուցե ներդրումներու իրականացման հետևանքով հարաճած վնասը։ Ես չգիտեմ դրա արժեքը ինչ կկազմի, բայց ըստ էության որոշակի պատուհան այդուհանդերձ բաց է մնացել, որ իրավիճակը կարելի է նաև այդ առումով կարգավորել, բայց դա նաև քաղաքական շատ լուրջ ռեզոնանս կառաջացնի եւ ըստ էության ամենաօպտիմալ տարբերակը մնում է, որ քաղաքական բանակցությունների միջոցով, եթե Ռուսաստանը վերանայում է գազի գինը, շատ լավ, այսինքն համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերանայումը տեղի ունենում Ռուսաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունների, մենք էլ մյուս համաձայնագրով մեր ստանձնած պարտավորությունները պետք է իրավունք ունենանք վերանայելու։ Վերջին տարիներուն Հայաստանին մատակարարվող վարելիքի 1000 խորանարդ մետրի քինը 165-ին $175 է, կախված ադոր չերմարժեք են։ Աշխատվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։